Դեղցենու առասպելը կամ ինչու է կարևոր այգում ունենալ դեղցենի։ Ըստ առասպելի, հնում Հայաստան աշխարհում որքան մարդ կար, այնքան էլ դեղցենի էր աճում։ Եթե որևէ տան մեջ մանուկ էր ծնվում, հայտնվում էր գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկը, եւ որպես աչքալույսի նշան, դեղցի մի կորիզ էր գցում նրանց դռան առջև։ Դրանով նա շնորհավորում էր նորածին երեխայի ծնողներին ու բոլոր հարազատներին։ Նորածնի հայրը կամ պապը տնկում էին այդ կորիզը իրենց այգում։ Երբ կորիզն արմատակալում էր, դառնում շիվ, մանուկն էլ մեծանում էր, սկսում առաջին քայլերն անել, հետո շիվն աճում էր, փտտում։ Այդ նույն ժամանակ էլ մանուկը սկսում էր թոթովել առաջին բառերը։ Որքան մանուկն էր թոթովանքով գեղեցկացնում ու կյանքով լցնում տունը, այնքան էլ վարդագույն ծաղիկներով ծաղկող դեղցենի էր իր գեղեցկությամբ զարդարում այգին, առանձնանալով մյուս ծաղկած ծառերից, իր գեղեցկությամբ ու բույրով։ Գեղեցիկ էին և դեղցենին և մանուկը։ Չէ՞ որ գեղեցկության աստվածուհին էր կապ ստեղծել նրանց միջև։ Մանկան խոսքը շնչավորում ու բուրում էր տուն, այգի լցվում էր դեղցենու բուրմունքով։ Այդ է պատճառը, որ հնում բոլոր մարդիկ խոսում ու բարբառում էին շատ գեղեցիկ հայերենով, երգում ու հեքիաթ էին պատմում մեր ոսկեղենիկ արքայական լեզվով։ Եթե մեկը մոռանում էր ու նորածնի բախտակից դեղցենին չէր տնկվում իր այգում, Հայաստանում պակասում էր մի պճեղ բուրմունք, մեր պերճ լեզվից էլ մի քաղցրահունչ բառ։